Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, սա շատ կարևոր արձանագրում է, որտեղ այս տարվա ընթացքում իհարկե որոշակի բիզնեսներ հանդիպելով դժվարությունների օբյեկտիվ թե սուբյեկտիվ կարող են փակվել, բայց դա չի նշանակում, որ վիճակագրորեն մենք ունենք փոքր կամ միջին բիզնեսի նվազում։ Այս թվային պատկերը շատ կարևոր է եւ կխնդրեմ նաեւ լայն հասարակության համար չգիտեմ, ձեր կայքեջում կամ այլ ձևով կոմունիկացիան ապահովեք, որովհետև տնտեսվարողների համար շատ կարևոր ազդակ է ընդհանուր տնտեսական միտումները Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ ազդակ է, որ փոքր միջին բիզնեսը մեր հարկային քաղաքականության արդյունքում չի տուժում։ Շնորհակալություն։ Հա, ուղղակի օգտագործեմ հնարավորությունը նաեւ հնչեցնելու ընդհանուր թվերը, որովհետեւ մենք բոլոր խումբ սուբյեկտների մոտ աճեր ունենք, այսինքն եթե բաժանենք 3 մասի, ոնց որ ասեցի, փոքր, միջին եւ խոշոր, փոքրը սովորաբար նայում ենք մինչեւ 150 միլիոն էր պատմական, հիմա 115-ով ենք նայում, այդտեղ ասեցի 5,000, միջինում ավելացել է 300-ով, իսկ խոշորները 30-ով, այսինքն ընդհանուր առմամբ մենք տնտեսությունում 5,250 հարկ վճարողով ավելացում ունենք եւ փաստացի 25 թվականի դրությամբ 141,700 հարկ վճարող ունենք 24 թվականի 136,450-ի դիմաց։ Դա կարծում բավական էական փոփոխություն է եւ տնտեսության զարգացման մասին է խոսում գրեթե բոլոր ուղղություններով, կապ չունի տնտեսության որ սուբյեկտներին է վերաբերում չափերի տեսանկյունից։